Եթերում Քյավառ հեռուստաընկերության գեղամա օր լրատվականն է։ Այսօր 4 նոյեմբերի օրը երեքշաբթի, բարի երեկո։ Երիտասարդների զինել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վերաբերյալ գիտելիքներով նրանց ներգրավել ինքնակառավարմանը, այն դարձնելով առավել մասնակցային։ Սա է Գավառի 4 հանրակրթական դպրոցներում հիմնված ակտիվ քաղաքացիական կրթության ակումբների ուղղվածությունը։ Գավառ համայնքի 4 դպրոցներում հիմնվել են ակտիվ քաղաքացիական կրթության ակումբներ։ Գավառի համար 8, Նորատուսի համար 2, Լանջաղբյուրի և Ծովազարդի միջնակարգ դպրոցների ավելի քան 100 աշակերտներ գրավված է ամենատարբեր թեմաներով վերապատրաստումներում։ Դրանք ուղղված են մասնակիցների անձնային աճին որպես համայնքային խնդիրների նկատմամբ պատասխանատվություն կրող քաղաքացիների։ Պատանիների և երիտասարդների կարողությունների հզորացմանն ուղղված այս նախաձեռնությունն իրականացնում է Սոցիալական երկխոսություն հասարակական կազմակերպությունը, ակտիվ քաղաքացիական կրթության ակումբներ, Դիմուսույց 2 ծրագրով։ Աշակերտները ստանալու են գիտելիքներ առաջնորդության թեմայով, հաղորդակցման հմտությունների թեմայով, թիմ գործառույթների թեմայով են վերապատրաստվել, քննադատական մտածողության թեմայով եւ այս ամբողջը օգնելու է երիտասարդներին ձևավորել եւ իրացնել իրենց մասնակցային իրավունքները համայնքային կյանքում։ Վերապատրաստումներն իրականացվում են ծրագրին միացած դպրոցներում։ Նոր գիտելիքներն ու հմտություններն աշակերտներին փոխանցվում են ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնական աշխատանքների և ինտերակտիվ խաղերի միջոցով։ Յուրաքանչյուր խմբում աշխատում է 2 մասնագետ, մեկը տվյալ դպրոցի մասնագետն է եւ մյուսը վերապատրաստված մեր ՀԿ-ից միացած մենթոր է։ Զույգով են աշխատում դպրոցների հետ ավելի համակարգված, ավելի բովանդակային դասընթացներ մատուցելու համար։ Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության և դրան իրենց հնարավոր մասնակցությունն ունենալու մանրամասներին ծրագրի շահառու դպրոցականները տեղեկանում են հենց համայնքապետարանում ուսումնական այցերի շրջանակում։ Ծրագիրը հնարավորություն տվեց առավել լավ պատկերացնելու մասնակցային բյուջետավորման գործընթացները եւ ես որպես երիտասարդ կարող եմ ներգրավել համայնքային գործընթացներում։ Պարբերաբար վերապատրաստվում են նաև ծրագրի մենթորները։ Հերթական վերապատրաստման թեման քննադատական մտածողությունն է, որպես ամեն տեսակ, երբեմն նաև անանուն աղբյուրներից եկող տեղեկատվական հոսքերի դեմ պաշտպանական միջոց։ Այս առումով երիտասարդներին հզորացնելու կարիք կա։ Կարևորում է բանախոսը, որպես փաստարկ բերելով այն հանգամանքը, որ առցանց միջավայրերի հիմնական օգտագործողները հենց երիտասարդներն են։ Ու նաև տարիքային առումով էլ ավելի էմոցիոնալ են, իմպուլսիվ են եւ ռիսկը, որ կարող են հայտնվել տարբեր ազդեցությունների տակ, մեծ է։ Դրա համար մենք հատկապես երիտասարդներին ենք կարևորում եւ որպես պաշտպանվելու միջոց եւ որպես մարդիկ, որոնք ապագայում իրենք էլ պետք է սովորեցնեն հաջորդ սերունդներին մտածել քննադատորեն։ Ծրագրի ավարտին մասնակից դպրոցականները փորձելու են ֆոնդ հայթայթմամբ եւ նոր գործընկերների ներգրավմամբ հանդես գալ համայնքային նախաձեռնություններով։ Նրանք նաև ընտրելու եւ մշտադիտարկելու են իրենց կամ որևէ այլ բնակավայրում իրականացվող մեկական ծրագիր։ Ակտիվ քաղաքացիական կրթության ակումբներ Դիմուսույց 2-ը իրականացվում է երիտասարդները գործելիս Հայաստանում երիտասարդների զորեղացման եւ առաջնորդության խթանման ծրագրով, որն իրականացնում են World Vision Հայաստանը, մեդիա նախաձեռնությունների կենտրոնը եւ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համատեղ Եվրոպական միության եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Նոյեմբեր ամսվա առաջին օրը Գավառի համար նշանավորվեց համայնքային խոշոր միջոցառմամբ, անցկացվեց երկար սպասված կարտոֆեստը։ Փառատոնը համախմբել էր տեղական արտադրողներին եւ հատկապես կարտոֆիլագործներին ներկայացնելու իրենց բերքը ու բարիքը։ Տնտեսվարողներին միացել էին համայնքի գրեթե բոլոր կրթամշակութային հաստատությունները, փառատոնին տալով յուրահատուկ գույն եւ մշակութային շունչ։ Աստծուց խնդրում ենք իր օրհնությունը, որպեսզի այն մարդիկ, ովքեր դառը դատելով, չարչարվելով, բնության, քամու, անձրևի, արևի տակ կռիվ տալով ստեղծել են բերքը, խնդրում ենք Տիրոջից օրհնությունը, որպեսզի այդ բերքը մաքուր սրտով ճաշակեն եւ ի նպաստ բերեն հայրենիքի շենացմանը եւ ի վայելումն իրենց ընտանիքներին։
Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ Գավառ համայնքի Գանձակ բնակավայրում կարտոֆիլի փառատոն է, Կարտոֆեստ։ Համայնքի տնտեսվարողների, մշակութային ու կրթական հաստատությունների կողմից տաղավարային ցուցադրություններով ներկայացված է կարտոֆիլը եւ կարտոֆիլի մասին ամեն ինչ։ Ուտեստներից մինչև տեղեկատվություն, ձեռագործ աշխատանքներ, թեմատիկ, գեղարվեստական եւ մշակութային լուծումներով։ Որպես այսօրվանից հուշանվեր, Գեղարքունիքի մարզային գրադարանը պատրաստել է այսպիսի նվերներ, կողմնացույց, որը միշտ ցույց է տալիս ճիշտ ուղղությունը, եւ այստեղ քարտեզի վրա կա գրված «Գտիր քո սերը այստեղ»։ Այն Գեղարքունիքի մարզային գրադարանն է։ Այսօրվա կարտոֆեստի փառատոնին Գանձակի երաժշտական դպրոցը որոշել է առանձնահատուկ խոհանոցով ներկայանալ։ Պատրաստել են կարտոֆիլի ծողի, կարտոֆիլի չմուրաբա, կարտոֆիլի թթու, կարտոֆիլի հյութ, կարտոֆիլի կոնֆետներ ունեն, կարտոֆիլի չիչ, ունենք ամենահամեղ, ամենաքաղցր կարտոֆիլը Գանձակի բնութագրել ենք այդպես, տորթի տեսքով։ Սա լավ հնարավորություն է, որպեսզի սպառողները ուղիղ կապ ունենան եւ կարողանան անմիջապես արտադրողից առաջինը համտեսել եւ երկրորդը պատվիրել կարտոֆիլ։ Եվ երրորդը մենք խթանում ենք զբոսաշրջային զարգացումը եւ բնակավայրերի համաչափ զարգացումը, որ ամրագրված է նաեւ մեր ընկամյա զարգացման ծրագրում։ Փառատոնին ներկա է Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։ Նա շրջում է տաղավարներում, ծանոթանում ներկայացվող ցուցադրություններին, զրուցում մասնակիցների հետ եւ իհարկե ողջևորում նրանց։ Տաղավարներում ներկայացված են ամենամեծ կարտոֆիլը, կարտոֆիլով պատրաստված ամենատարբեր ու բազմազան կերակուրները։ Դրանք պատրաստվում են նաև տեղում։ Վառարանի վրա կարտոֆիլի պլեջն է պատրաստվում, կրակի վրա կարտոֆիլի կոտլետը, իսկ ծխացող աթարի մեջ եփվում է փռի կարտոֆիլը։ Այս ամենն ուղեկցվում է նաև տեղական այլ արտադրությամբ բնամթերքի ցուցադրությամբ։ Տեղում կատարվում են Գավառի փալխավայի, գաթայի, քյուֆտայի վարպետաց դասեր եւ պատրաստի ուտեստները մատուցվում մասնակիցներին։ Իսկ այս ամենին տոնական ու բարձր տրամադրություն են հաղորդում Գավառ համայնքի մշակութային հաստատությունների կողմից ներկայացվող ավանդական երգնուպարը։ Փառատոնը հարթակ է նաև ձեռներեցների, տնտեսվարողների ու սպառողների հանդիպման առումով, նշում են կազմակերպիչները։ Սա հնարավորություն է հանդես գալու սեփական արտադրանքով ու առաջարկություններով։ Մենք այս միջոցառմամբ փորձում ենք ցույց տալ, որ Գավառը ոչ միայն աշխատասեր, այլ նաև ստեղծարար մարդկանց համայնք է։ Մենք այստեղ ձեռք ենք բերում վստահություն, նոր կապեր եւ համայնքային համագործակցություն, որն էլ հաջողության խորհրդանիշն է։ Բացի տեղացիներից փառատոնի մասնակիցներ են նաև մայրաքաղաքից հյուրեր եւ զբոսաշրջիկներ։ Նրանք վայելում են օրը, համտեսում ուտեստները, ծանոթանում ներկայացվող ապրանքներին, ամբողջացնելով Գավառի կոլորիտն ու օրվա խորհուրդը։ Я приехал из России, из Геленджика города. Ես եկել եմ Ռուսաստանի Գելենջիկ քաղաքից, ծնունդով Դաղստանից եմ։ Ընկերոջս Դավիթին հյուր եմ եկել։ Առաջին անգամ եմ Գավառում։ Այստեղ մարդիկ բարի են եւ հյուրասեր։ Այսպիսի ընդունելություն ես չէի տեսել եւ չէի պատկերացնում։ Я таких еще не видел. Առաջի անգամ եմ մասնակցում Գավառում եւ ընդհանրապես Գարքունիքի մարզում նման միջոցառումներին, շատ ուրախ եմ, շատ լավ է, շատ հետաքրքիր է կազմակերպված միջոցառումը եւ համտեսեցի բոլոր տարբեր այստեղ ներկայացված ուտեստները։ Տեսնում եմ, որ շատ համայնքներ են ներկայացված, վարչական շրջաններ, ամեն մեկը իր մշակութային եւ ուտեսային ինչ-որ յուրահատկությամբ։ Իմ համար շատ նոր էր, ես չէի պատկերացնում, որ տենց պարզ մթերքից կամ ուտելիքից ոնց որ կարտոֆիլը կարելի այդքան հետաքրքիր բազմազան բաներ պատրաստել, շատ հետաքրքիր էր։ Օրն ամփոփվում է մրցանակաբաշխությամբ։ Շնորհակալագրեր են ստանում տաղավարային ցուցադրություններով ներկայացած մասնակիցները։ Հավաստագրերի են արժանանում հատուկ անվանակարգերում լավագույն ճանաչվածները։ Իսկ խորհրդանշական հուշանվերները Գավառ համայնքի մշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներն են։ Գավառ հեռուստաընկերության Գեղամահոր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մնացեք խաղաղությամբ։